Ինչ կասես միասին Պորտուգալիա գնալու մասին։ Արդեն երկրորդ գնացքի մեջ եմ, որի վերջին կանգառը Շոպենի օդանավակայանն է Վարշավայի։ 2 ժամ շուտ եմ հասնելու։ Միանգամից երևի կգնամ ռեգիստրացիան կանցնեմ, որ հանգիստ գեյթի մոտ սպասեմ։ Եկեք մի քանի կոսմետիկայի տոպրակ էլ վերցնենք ապագայի համար եւ գնանք։ Միշտ այստեղից վերցնում եմ եւ հետո հետագայում օգտագործում։ Սպասում եմ գեյթի բացվելուն, մինչ այդ մի հատ սենց տափակած արդեն կրուասան ունեմ, եկեք փորձենք շոկոլադե եւ վանիլային կրեմով, որ ժամանակը շուտ անցնի։ Մինչև այդ ուսումնասիրում էի Լիսբոնը ամսի 2-ին, այսինքն վաղը անձրև է սպասվում, տենց է ցույց տալիս եղանակի տեսությունը, անձրևանոց ունեմ, բայց հետ չէ ուզի որ անձրև կա։ Իմ ամենասիրելի ավտոբուսի մեջ եմ, ոչ մի բան չեն ստուգել, բայց այս անգամ իմ կյանքում առաջին անգամ է, որ շատ չի իմ հագուստը, ընդհանրապես չեմ մտածել կստուգեն, չեն ստուգի, սպասում ենք, որ մարդիկ հավաքվեն եւ գնում ենք ինքնաթիռի մոտ։ Բարի գալուստ Պորտուգալիա։ Այստեղ մի քանի ժամ պետք է սպասեմ, որ հենց օդանավականից Ֆլիքսբասով գնամ Լիսբոն, առավոտը կհասնեմ Լիսբոն, առավոտ 8-ին կլինեմ Լիսբոնում, գնանք պատրաստվենք, որովհետև դիմահարդարում չեմ արել, որ միանգամից պատրաստ հասնեմ Լիսբոն։ Իմ ավտոբուսը մոտ 1 ժամից շարժվում է, եկեք միասին մեյքափ անենք արագ, որպես տոնային կրեմ օգտագործում եմ L'Oreal-ի Skin Ink, այս իմ վերջին բացահայտումն է, շատ լավն է։ Այս վերջին ժամանակները շատ է հանդիպում, որ օդանավակայանի զուգարանները վճարովի են։ Ինձ համար այդ ընդունելի փաստ չի։ Այս օդանավակայանում ժամը 12-ից մինչև 6-ը թռիչք չկա ու շատ քիչ են հիմա մարդիկ օդանավակայանում, այնպես որ հանգիստ պատրաստվում եմ, որովհետև որ հասնենք Լիսբոն ժամանակ չեմ ունենա։ Հետո անում եմ Maybelline Fit Me կոնսիլերը։ Հետո թաց կոնտուր էլի Maybelline բրոնզերա։ Maybelline բրոնզերով թաց։ Խնդրում եմ խիստ չդատեք իմ մեյքափ անելու ունակությունները, բայց որ ասում են, տենց մի քիչ կարողանում եմ։ Գրեթե միշտ այս տիպի տոպրակով եմ վերցնում իմ դեմքի խնամքի պարագաները, դեմքի մարմնի խնամքի պարագաները ու շատ է լինում, որ միշտ ստուգում են, նայում են, սենց շատ է, շատ չի, ինքը սենց շատ է երևում, բայց տեղավորվում է ստանդարտների մեջ ու այսօր էլ բացառություն չէր, էլի անցավ այդ սարքի միջով, նորից այդ աշխատողը բացեց, սենց նայում է բան, հետո նայեց ինձ ժպտաց եւ որ օդանավակայանում որ ինչ որ խնդիր չեմ ունենում, այսրա հետ կապված ես շատ ուրախանում եմ։ Okay, մի քիչ էլ բլաշ ենք անում, որպեսզի շատ միատուն չլինի դեմքը, տո դիմափոշի արեցի, հայլայթեր ավելացրեցի, շրթունքներս ինձ գծեցի եւ Maybelline-ի Rimmel-ի իմ սիրելի գլոսն եմ օգտագործում հիմա էլ։ Եվ վերջ արդեն վազում ենք, որովհետև 20 րոպեից ավտոբուսը շարժվում է։ Ֆլիքսբասը արդեն տեղում է, արագ գնանք ու ասեմ, որ ցուրտ չի այնքան լավ է։ Գիտեք, չէ նոր եմ մտածում, ոնց եմ ես չեմ վախում ուտար տեղ գիշերով, ավտոբուսով, այս ժամին, ստեղից ընդեղ գնում։
Վերջապես բարի գալուս Լիսբոն, նոր եմ հասել, չեմ հասկանում դեռ ինչա կատարվում։ Այս այդ սկզբի պահերն է, որ հասկանաս ուր ես, ինչ ես անում, որտեղից պետքա սկսես։ Քարտ արա, 2 օրվա քարտ արա, որ կարողանամ օգտվել ավտոբուսից, տրամվայից եւ մետրոյից։ Հիմա գնում եմ հոսթել, որպեսզի տեսնեմ այնտեղ կարող եմ թողնել ճամպրուկս ու արդեն սկսենք մեր օրվա թրիփը։ Ուսապարկս արդեն թողել եմ, նշեմ անվճար, քանի որ վերջին անգամ Կոպենհագենում էի, ասացի կարող եմ թողնել, հա իհարկե ներքևում պահարաններն են ու գնացի ներքև տեսա որ վճարով է, այստեղ անվճար եմ թողել, արդեն սպասում ավտոբուսի, որպեսզի գնամ հին թաղամաս Լիսբոնի։ Սանտա Ջուստա վերելակի մոտ եմ, եթե ճիշտ եմ արտաբերում այդ անունը։ Վերելակը արժի 6 եվրո եւ մեծ հերթեր են գոյանում, որպեսզի այդ վերելակով բարձրանան վերև, այնտեղից դիտեն Լիսբոնի գեղեցիկ տեսարանը։ Բայց կա նաեւ երկրորդ տարբերակը, անվճար ուրիշ ճանապարհներով բարձրանալու այնտեղ։ Հիմա կփորձենք այդ անվճար տարբերակը միասին գնանք եւ գտնենք։像你的坐电梯抢我们的钱来花钱坐电梯。对啊，你知道这电梯多少年了？多少年？ Такое ощущение, что она Понятно. как раз с той стороны это было потом. 我记得从那。Արագ մի հատ հաց ուտենք։
ու նստելու եմ այստեղից 28 համարի տրամվայը, որը շատ հայտնի է։ Պորտուգալիա գալու դեպքում պարտադիր պետք է նստեք։ Գրեթե ամբողջ քաղաքը բծվում է այդ տրամվայով։ Ճիշտ է, պետք է մի քիչ ներքևից նստեք, քաղաքի կենտրոնից նստեք, բայց իմաստ չունի նորից իջնեմ քաղաքի կենտրոն, բարձրանամ տրամվայով, այնպես որ այստեղից կնստենք։ Վերցրել եմ վրապ։ Չգիտեմ ուր եմ գնում իրականում, բայց գնում եմ վերջի կանգառում կիչնեմ։ Այս համարի տրամվայը անցյալ տարի էր ոնց որ դուրս էր եկել գծերից եւ միջի ուղևորները մահացել էին։ Անսահմանափակ քարտի լավը այն է, որ հիմա էլ կնստեմ հաջորդ տրամվայը, որը իջնում է ներքև, այսինքն գնում է հակառակ ուղղությամբ ու կգնամ նորից քաղաքի կենտրոն։ Հիմա Լիզբոնի մեր տաճարի դիմաց եմ գտնվում, հռոմեական կաթոլիկ եկեղեցի է, Լիզբոնի ամենահին եկեղեցին է, մուտքավճարը 7 եվրո է մեծահասակների համար, իսկ երեխաների համար 5 եվրո։
կասեք, գնանք check-in լինենք, մի քիչ էլ հանգստանամ ու հետո նորից դուրս գանք Լիսբոնի մնացած մասը բացահայտելու։ Այնքան լավ ասենց պարկած, բայց դե երկար չեմ կարա մնամ, հիմա եկեք ստուգենք ինչքան եմ քայլել մինչև ժամը 5-ը այսօր, մի քիչ էլ հեռախոսս վերցնի ձեր հետ կա ու գնանք, հեռախոսության վրա սպասում չմտածեք, ես ուղղակի պարկել եմ 10,000 կիլոմետր, մեր 10,000, ընդհանրապես 10 կիլոմետր եմ այսօր քայլել։ Il y avait le choix entre deux compagnies locales. Արդեն մութը ընկել է, մի քիչ էլ անձրևակատ գտում, այդ իսկ պատճառով որոշեցի, որ սա վերջին տեսարժանվայրն է այսօրվա, բայց ընդհանրապես ցուցակումս էլ է այդպես։ Եկել եմ տեսնելու Տորի Դիբելեն ամրոցը, աշտարակը։ Այստեղ ասվում է, որ կառուցվել է Տախո գետի կղզու վրա 1515-ից 1521 թվականներին Հնդկաստան տանող ծովային ուղու բացման պատվին եւ ծառայել է որպես ոչ մեծ պաշտոնական ամրոց, պայթուցիկ նյութերի ամրոց, բանտ եւ մաքսատուն։ Հետաքրքիր է, արդեն տեսնում եմ ամրոցը։ Իրականում ամրոցը փակ է, քանի որ ինչ որ վերանորոգման աշխատանքներ են կատարում, բայց կողքից գնանք տեսնենք։ Լրիվ են վախենալու երկի մեջի վիդեոներից է, որ ասում է յոհո, շատ վախենալու այս տեսարանը։ Հստորեն ստեղ էլ կան տոմ ստուգողներ, մի քիչ առաջ ստուգեցին իմը, հիմա այնտեղ գնացել են մի տղայի տոմսչուներ, տենց երևի տուգանք են գրում։ Ես էլ մտածում եմ, այստեղ որ ավտոբուս որ նստում ես, պետքա սկզբից տոմսը գնես կամ եթե ինչ-որ քարտ ունես, մշտական, պետքա օքեյ գրին, որ անցնես առաջ, իսկ տրամվայների մեջ բոլոր դռներից կարող ես մտնել ու չի վերահսկվում այդ ամենը։ Ու տենց մտածում էի դրա մասին, մի քանի րոպե հետո ստուգողները մտան ներս։ Իմ երեկոն երևի ավարտեմ Time Out մեծ մարքետում, որտեղ որ վաճառում են տարբեր տեսակի եւ ուտելիքներ, մսեղեն, ծովամթերք եւ քաղցեր։ Իմ երկրորդ օրը սկսվեց Լիսբոնում։ Տեսեք այսօր ինչ լավ եղանակ է։
Ճիշտ է, ես հիմա ունեմ պիջակ, բայց այսօր մինչև 20 աստիճան լինելու, այնպես որ շատ լավ եղանակ է սպասվում։ Երեք տրված էր, որ 90% հավանականություն կա անձրև գալու, բայց եթե եկել է մի քանի կաթիլ ու արագ կտրվել է, դե եկեք արագ գնանք նախաճաշեք, մնացածը ընթացքում կասեմ։ Առաջին անգամ փորձում պորտուգալական պաստել դե նատաները։ Իրական չեմ սիրում կրեմով թխուկներ, բայց կփորձեմ, պարտադիր պետք է փորձեմ։ Մի քիչ ավելացնում ենք դարչին եւ վերջ։ Շատ համեղ է։ Խմորը ստայոնի խմորի նման է, այսպիսի կրեմ ներսում։ Ընդհանուր շատ համեղ է։ Երեսներ շաքարավազը այսպես հալեցրած է։ Հիմա գնում եմ մի հուշարձանի մոտ, որ նվիրված է Քրիստոսին։ Այն հուշարձան սրբավայր է, կառուցվել է այն բանից հետո, երբ Լիզբոնի կարդինալ պատրիարքը այցելել է Ռիո դե Ժանեյրո, այդտեղից հետո որոշել է, որ այստեղ էլ պետք է կառուցի, բայց պետք է հաշվի առնեք, որ ավտոբուսով այնտեղ գնալու համար Լիզբոնի տրանսպորտի քարտը չի աշխատում եւ պետք է հավելյալ վճարեք 2 եվրո 70 ցենտ։ Լիզբոն գալուց էլ նորից պետք է քեշ ունենաք ձեզ մոտ, որովհետեւ ինչ որ վայրերում պետք է գալիս։ Ես արդեն տեղում եմ, գնեցի տոմս, որպեսզի բարձրանամ վերև ու այստեղ գազ հասնես, չբարձրանաս հենց արձանի մոտ, ավելի լավ է չգաս։ Ատում եմ, երբ որ քամի է լինում, որովհետև ոչ կարողանում եմ նորմալ նկարվել, մազերս աջ, ձախ։ Հիմա գիտեք ինձ ինչա պետք մանր, պետք է երկու տրանսպորտ փոխեմ, նա մի բան գնեմ, այստեղի սրճարանում, որ կարողանամ վճարեմ տրանսպորտի համար։ Ժողովուրդ, առաջին անգամ կյանքումս գնում եմ օվկիանոս։ Ամենագեղեցիկ եւ մոտ օվկիանոսի ափը, ընդհանրապես ուզում ասեմ ծովափ։ Շատ փոքրիկ հավես ինչ որ ավան է այստեղ,
Շատ կուզեի այստեղ երկար մնայի ինչև երեկո, բայց մի տեղ էլ ունեն գնալու, պետք է հետո հասցնեմ, գնամ ճամփրուկս վերցնեմ, այսինքն ուսապարկս վերցնեմ, գնանք Ֆլիքսբասի կանգար, որովհետև այսօր ուղևորվում եմ դեպի Պորտո։ Երանի են մարդկանց, ովքեր որ սենց տեղերում են ապրում, որտեղ որ կա ծով, օվկիանոս, արև, ծովամթերք, մետրո, արդեն հեռվից տեսնում եմ, նենց ուժեղ ալիքներ են։ Եթե ասեմ երջանիկ եմ, կնշանակի չասել ոչինչ։ Տեսեք այս ալիքները, չգիտեմ ինչա կատարվում էստեղ։ Դիմացս մի պապիկ ձուկ ա բռնում, մարդիկ ընդեղ սրֆինգ են անում, շատ հավես է, շատ։ Եկեք հիմա գնանք հաց ուտենք, բայց չգիտեմ, այստեղ ռեստորաններից որն է լավը, որ գալիս էի, այնտեղ տեսա մի ռեստորան, ամենամարդաշատ տեղը այդ վայրն էր, եկեք այդ տեղ էլ գնանք։ Tem um escaldão de tal forma que fiquei que a marca de chinelos ainda tem a marca de chinelos à mão. Դեռ ամբողջական չեն բերել պատվերը, պատվիրել եմ ոստրե նաև, ուզում եմ հիմա փորձենք միասին, առաջին անգամ իմ կյանքում փորձելու եմ ոստրե, գինի եմ պատվիրել, ձուկ, այսինքն ծովամթերք հիմնականում։ Տեսել եմ տեսանյութերում մարդիկ մարդկանց սիրտը խառնում է կամ ինչ-որ բան, այդ կարգի զզվելի չէր, բայց այն ծովամթերքից չի, որ կուզեմ միշտ փորձեմ։ Վերադարձա Լիզբոն, հիմա ուզում եմ, որ մտնեմ Հերոնիմոսի վանք, որը փակվում է ժամը 5-ին, հիմա 3:30 է, բայց իմացեք, որ Get Your Guide հավելվածով ավելի էժան է, ուղղակի վերջին տոմսը կարող է գնալ 3:30, չհասցրեցի, ուշ եմ եկել մի քանի րոպե եւ չհասցրեցի, որ գնեմ, հիմա գնում եմ, որպեսզի տեղում գնեմ։ Porque eu já lhe mandei, eu vi logo a seguir, estás a ver? Eu fui a pesquisar e eu vi logo a seguir, só que eu já nem sabia propriamente quem era, estás a ver? Para desempregado, podem ser. Não, eu espero pelo Fábio, é melhor vermos assim. Sorry, end of the day, sorry. Ասացի, որ մեկ տոմս եմ ուզել ու քարտով եմ վճարում, գրել էր 36 եվրո, ասում եմ մի տոմս։ Ասում եմ, հա, մի տոմս, ասում եմ, բայց 36 եվրո, թե 18, ասում եմ, վայ կներես, ասում եմ, այսօր շատ եմ աշխատել, շփոթվեցի, բայց ընդհանրապես չէին շտապում ինչ-որ տոմս վաճառեին, 3 հոգով էին աշխատում, խոսում էին, կատակներ էին անում, ծիծաղում էին։
Հիմա վազում եմ հոսթել, ուսապարկս վերցնեմ ու արդեն գնամ Ֆլիքսբասի կանգար։ Հիմա մեքենաները շատ են, խցանումները, դրա համար պետքա արագացնեմ, որ հասնեմ։